Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ շատ կարևոր է երկու խնդիր լուծել on-line մեր հարթակում, առաջին հերթին տեղեկանալ, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, ինչպես գտնել պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Գիտեք, ամենակարևոր օրերը միշտ պետք է վստահել ամենապրոֆեսիոնալներին։ Այս արտահայտության մեջ ոչ մի նոր, ոչ մի արտասովոր բան չկա։ Բայց շատ կարևոր է, երբ դու այս համատարած, մի օրինակության մեջ կարողանում ես գտնել մասնագետի, գտնել ընկերության, ով կարողանում է իրականում քո էությանը շատ համապատասխան տոն պարգևել քեզ։ Տպավորություն է, որ մեծ ջանքեր է պետք գործադրել, բայց մեծ ջանքերը պետք է գործադրել առաջին քայլն անելիս, այսինքն գտնել այն ընկերությունը, ով կարող է քո մեծ ու փոքր տոնը իսկապես դարձնել տոն քեզ համար։ Միշտ գեղեցիկի զգացողությունը մարդու մեջ կամ լինում է, կամ ոչ, դա ձեռքբերով ինչ-որ բան չէ։ Ժամանակի ընթացքում կարող է հնարավորությունները բնականաբար մեծանում են, շատ նոր բաներ են առաջարկվում, այսօր արդեն ինչ վերաբերում է միջոցառումների կազմակերպմանը, ապա գրեթե ամեն ինչի մասին պատկերացում կարող ես ունենալ։ Եվ հենց այստեղ է, որ գալիս է ամենակարևոր կետը։ Ինչպես գտնել այն պրոֆեսիոնալ մարդուն, ով կարող է այսպես ընդհանուր այս ամեն ինչը համատեքստում նայել եւ գտնել այն փոքր, գուցե շատ աչք շծակող երանգը, որը որ պիտի այդ միջոցառումը դարձնի իսկապես քոնը եւ նաեւ հիշողությանդ մեջ պահի միշտ։ Այսօր մենք իրականում շատ հետաքրքիր հյուր ունենք, մարդ, ով առաջին մասնագիտությունն ընտրելիս չի մտածել, որ այս ասպարեզում այսպիսի հաղթանակներ պիտի կարողանա գրանցել, բայց կարողացել է հասկանալ, որ ծաղիկների լեզվով աշխարհի հետ խոսելու դեպքում իրականում կնոջ համար անհնարին ոչինչ չի մնում։ Այս պահին ես ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում ողջունել Selam by Aida ընկերության հիմնադիր տնօրեն Այդա Թումանյանին։ Այդա, շատ շնորհակալ եմ, ինձ իրականում շատ հաճելի է ծանոթանալ ձեզ հետ։ Ես ձեր աշխատանքները տեսել եմ եւ գունային են համադրությունները, ծաղիկների կյանք տալու այն ոճը, որը ձերն է, իրականում շատ տարբեր է։ Նախ ասեմ, շնորհակալ եմ հրավերի համար, Լիլիթ ջան, ինձ էլ շատ հաճելի է այստեղ լինելը։ Այ միջոցառումներ կազմակերպելը, այդ փոքր ու մեծ տոները, սա ձեր բնավորության մեջ է եղել։ Սա մասնագիտության հետ գուցե հետո ավելի պրոֆեսիոնալ եք դարձել, բայց դուք եք այսպիսին։ Այո, կարելի է ասել, այդ գեղեցիկը ստեղծելը իմ ներսում միշտ է եղել, ես ինձ ուրիշ կերպ չեմ էլ հիշում, կարելի է այսպես ասել, նկատում եմ գեղեցիկը, չգիտեմ, գուցե դժվար է բառերով նկարագրել, ոնց, բայց ամենաչնչին, ամենափոքր գեղեցիկը ես նկատում եմ եւ իրան կարծես թե ավելի խոշոր կերպով փորձում եմ նկարագրել։ Այո, նաեւ անվանումն է շատ հետաքրքիր, փաստորեն Selam by Aida, այսինքն այն ամեն ինչը որ բառերով հնարավոր չի ասել, ծաղիկների լեզվով է ասել հնարավոր, սա է թարգմանաբար նշանակում, դուք իրականում ծաղիկների լեզվով ամեն ինչ ասում եք։ Այո, ամեն դեպքում փորձում ենք, ոչ միայն ծաղիկների միջոցով, այլ մեր արած ամեն ինչի մեջ կա իմաստ, ունի նշանակություն, ամեն դեպքում, գիտեք, երևի այսպես ասեմ, իմ համար գեղեցիկը դա բնականն է, իրականը, կենդանին, ու գեղեցիկը ինքն իրենով գոյություն չունի իմ կարծիքով, այն բացարձակապես սիրո արդյունք է, սիրո հետևանք։ Ու սա մի կարգախոս է, որ իմ ներսում կա եւ ես լինի դա ծաղիկների մեջ, թե տարբեր այլ ոլորտներում աշխատելուց, եթե հիմքում կա սեր, եթե հիմքում կա ներդաշնակություն, ուրեմն ամեն ինչ գեղեցիկ է ստացվում։ Դիպուկ պատասխան տվեցիք, ներդաշնակություն, ամեն ինչի մեջ պիտի լինի ներդաշնակություն։ Փաստորեն Selam by Aida ընկերությունը զբաղվում է միջոցառումների, ամենատարբեր միջոցառումների կազմակերպմամբ, կորպորատիվ, փակ բանկետներ, բնականաբար ձեր հարսանյաց այդ արարողությունները եւ դրանում դրված սերը, դրա մասին արդեն ընթացքում մենք կխոսենք, այսինքն այս ամեն ինչի մեջ դուք ներդաշնակություն եք գտնում, մարդիկ ում համար այդ տոնը կազմակերպվում է, պիտի իրենց տեսակով համապատասխանեն։ Այո,
Միանշանակ։ Այսինքն ինչից է սկսվում առաջին քայլը։ Դե բնականաբար առաջին հանդիպումից զույգի հետ եւ թեկուզ շատ դեպքերում մեր զույգը լինում է երկրից դուրս, հա, բնակվում է երկրից դուրս, բայց ամեն դեպքում կապը գրեթե ամեն օր հաղորդակցությունը լինում է, որպեսզի ես ճանաչեմ իրենց, հա, իրենց կերպարը, իրենց ներաշխարհը, հասկանամ իրանց պատկերացումները, ինչ երազանքներ ունեն, կարելի է ասել մինչև միջոցառման ավարտը ես իրենց ամբողջությամբ ճանաչում եմ, ինչ որ առումով հոգեբանի հոգեբանական մոտեցում, բայց շատ քիչ է լինում երբ էսպես իրենք միշտ նշում են, որ թե ինչ են ասում իրենք, իսկ դուք փաստորեն իրենց եք վերլուծում։ Անպայման, առաջին գործը դա է, որ ես ծանոթանամ զույգին, հասկանամ իրենց ներքին ապրումները, չհաշված նա, որ կարևորում ենք ոնց են ծանոթացել, հանդիպել, ունեն արդյոք ինչ-որ հատուկ երաժշտություն, երգ, սիմվոլ, ինչ-որ բան, հա, որ խոսում է իրենց սիրո մասին, նաև անհատական ուսումնասիրում ենք կերպարներին։ Սելամբայ Այդային ինչը կարող է վստահել, ասենք որոշումն ունեն, որ ուզում են ամուսնանալ, եթե վերցնենք հարսանյաց արարողությունները։ Տեսեք, կոնկրետ Սելամբայ Այդան սկսած գաղափարից մինչև վերջին փուլ ամեն ինչով զբաղվում է, հա, այսինքն զույգի հետ միասին կարողանում ենք ընտրել իրենց օրվա գլխավոր կետը, հա, ինչի շուրջ պետք է ստեղծենք այդ օրը, ընտրում ենք տարածքը, երաժիշտներ, երգիչներ, տեխնիկա, ամեն ինչ, սահմանափակում չունենք, խոհանոց, նույնիսկ խոհանոցի հետ կապված համագործակցում ենք իհարկե տարբեր տեսակի մասնագետների հետ, բայց հենց ինքը Սելամբայ Այդան ունի իր խոհարարը, շեֆ խոհարարը, ով իր ամբողջ թիմով ներգրավված է լինում process-ի մեջ։ Այո, եւ սրանով է պայմանավորված, որ ֆուրշետ ասվածը ձեզ մոտ մի քիչ լայն է, այո։ Հա, ինչ որ sense մթերք չի, որ ուղակի իրար վրա դնելով ստանում ենք, ինչ որ արդյունք ենք ունենում, այլ կոնկրետ համերը համադրելով շատ պրոֆեսիոնալ մոտեցում։ Դեգուստացիա ենք կազմակերպում զույգի հետ, զույգի բարեկամների, հարազատների հետ։ Դա վերաբերվում է նաև տորթին, պարտադիր ուղակի ինչ որ բան չի արվում, այլ քանի որ այս ամեն ինչը իմ ներսում կա, ես ամեն մի հատվածում բացարձակ հաճույք պիտի ստանամ, ու եթե ես հաճույք եմ ստանում, բնականաբար զույգն էլ ուրախ է, եւ ստացվում է, որ ոչ միայն այդ միջոցառման օրն է տոն, այլ ամբողջ այդ process-ը, հա, ամբողջությամբ հետաքրքիր, գեղեցիկ, զվարճալի։ Իհարկե, ընթացքում լինում են դժվարություններ, խնդիրներ, որ լուծում են պահանջում, բայց ամեն դեպքում, եթե ամբողջ պատկերը կա քո ներսում, հեշտությամբ լուծվում է խնդիրը եւ դու առաջ ես շարժվում։ Այո, նախապատրաստական փուլից սկսած մինչև վերջին պահը ամեն ինչը փաստորեն այսպես ծրագրված եւ միևնույն ժամանակ ամեն պահի մեջ հաճելի մի բան կա։ Սիրելի հետևորդներ, դուք հեռախոսահամարը տեսնում եք, կարող եք կապվել նաև էջով, ուղղակի դուք կարող եք տեսնել աշխատանքները, հա ինչ որ կադրեր, բայց այն տրամադրությունը, որ հիմա հենց այստեղ Այդան փոխանցում է, իսկապես անգնահատելի է, որտեղ մարդու հետ է ներդաշնակ, այսինքն տոնը, առաջին պահից հարսի տուն, փեսայի տուն, եկեղեցու արարողություն, ընտրություն, թե որտեղ պետք է միջոցառումը տեղի ունենա, դրանից հետո արդեն մնացած բոլոր կետերը, ինչը պիտի լինի ամենակարևորը, ինչի շուրջ է, ինչպես ասած, հավաքվում, եւ իհարկե տորթը ամեն ինչ կարելի է վստահել այս ընկերությանը եւ արդյունքի մասին կարծում եմ, որ հպարտանալու ու խոսելու առիթներ իսկապես շատ կունենաք, այդա եւ այստեղ շատ կարեւոր են բոլոր միջոցառումների մեջ եք փաստորեն դուք այդպես սիրում սեր դնել, ստեղծագործել, միշտ ունեցել եք այդպես տոներ կազմակերպելու այս ջիղը։ Ես գիտեմ, որ պատմություններ կան, նույնիսկ բանկապարտեզում եք դուք կարողացել այս հրաշքները գործել։ Հա, ես իրականում միգուցե անհավատալի հնչի, բայց այո, ես հիշում եմ, որ մանկապարտեզում կարողանում էի մեր խմբի բոլոր երեխաներին դերեր բաժանել եւ հետո
ուղղակի նստած հետևել, թե ով ոնց է այդ դերը կատարում իրականացնում, այսինքն այդ կազմակերպչական ջիղը երևի հայրիկից սա ինձ փոխանցվել, ոչ թե երևի հաստատ եւ այս գործի մեջ շատ առաջնային տեղ է զբաղեցնում իրար։ Միևնույն ժամանակ պատասխանատվության զգացումն է ձեր մեջ շատ մեծ եւ սիրում եք առհասարակ արագ որոշումներ կայացնել։ Այո, կարելի է ասել ինչ որ առումով այո, շատ եմ լսել իմ գործընկերներից, աշխատակիցներից, որ ես այդ ամենակրիտիկ իրականության մեջ, պահի մեջ ուղղակի շատ հանգիստ կարողանում եմ ալտերնատիվ գտնել, ոչ թե կենտրոնանում եմ, թե խնդիրը ինչու առաջացավ կամ ով ստեղծեց այդ խնդիրը, այլ արագ փորձում եմ լուծում գտնել եւ դա երբեմն իսկապես զարմացնում է իմ շուրջը հավաքված մարդկանց, որ թե ինչ է կատարվում իմ ներսում դա մի ուրիշ հարց է, բայց որ արտաքինից դա ընդհանրապես չի երևում, դա փաստ է։ Շատ արագ գտնում եմ լուծում եւ ստացվում է, որ ոչ ոք չի լարվում փաստորեն։ Ձեր ձևավորումն են, կարծես բնավորության հետ կապ ունեն, ոճի, երբ օրինակ զույգին ես տեսնում կամ այդ միջոցառման հերոսին, հերոսուհուն հատկապես իր հետ կապ ունի այդ ձևավորումը։ Միանշանակ կապ ունի, տեսեք, նախ ասեմ, որ որքան էլ ես զբաղված լինեմ կազմակերպչական ոլորտում, այդ հատվածում, երբ ձևավորման մասին է խոսքը գնում, անպայման ես ինչ-որ կերպ միջամտում եմ, իմ ձեռագիրը թողնում եմ, եթե օրինակ պրոյեկտը բավականին մեծ է եւ ես չեմ կարող ամբողջ ձևավորման process-ի ներկա լինել, գոնե փունջը, եթե հարսանիքի մասն է խոսքը, հարցի փունջը անպայման ես իմ ձեռքով եմ պատրաստում, միանշանակ ամբողջ այդ ընթացքը, ձևավորման ոճը, գաղափարը, այդ ամբողջը միևնույնն է ես տալիս եմ մասնագետներին, դիզայներներին, ֆլորիստներին, բայց մի փոքր մաս անպայման իմ ձեռքով պետք է անցնի։ Սա սովորույթ է, թե շատ եմ սիրում, պարզապես։ Ուղղակի սիրում եք, բայց ինչպես է կարողանում այս ամեն ինչը հասցնել։ Չգիտեք, բայց մեծ է թիմը իրականում, փոքր չի, այն մարդիկ, ովքեր իմ շուրջն են, իմ կողքն են, ինձ հետ են, ես անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրից հատ առ հատ, իսկապես ու հիանում եմ, հպարտանում եմ իրենցով, բայց եթե օրինակ, չգիտեմ, լավ մասնագետ մեզ դիմի, սիրով կուսումնասիրենք, կքննարկենք, կհանդիպենք։ Դուք առհասարակ դուք ձեր տեսակով բաց մարդ եք, սիրում եք համագործակցություն, նոր գաղափարներ, եւ սիրում եք այդ ընդունված կարծրատիպերը կոտրել։ Այո, չեմ վախենում նոր բանից։ Բացի այն, որ շաբլոն չենք անում, Սելան Բայայդան չունի շաբլոն, չի կրկնվում, չի կրկնօրինակում, նաև սիրում է ռիսկի դիմել ու ստեղծել նորը։ Նաև այստեղ մի տարբերություն, որ եթե հարսանեկան այս թեմային դեռ անդրադառնանք, ես գիտեմ, որ շատ են դրսից, որովհետև դուք առիթ ունեցել եք աշխատել զույգերի հետ դրսից, նշեցիք, ովքեր ուղղակի պետք է գան այստեղ արարողությունն անեն, դրանից հետո ունեցել եք մեծ բանակ, այսպես զույգերի, ովքեր դրսում են եւ գալու են այստեղ իրենց հապսակադրության արարողությունն անեն։ Այո, Սելան Բայայդայի ընթացքը կարծես թե այդ ուղղությամբ է գնում, շատ են հիմնական մեծ մասը դրսում բնակվող հայերն են եւ ոչ միայն, իդեպ ասեմ, ոչ միայն, կոնես վերջի տարին շատ են, որ օտարազգի մարդիկ գալիս են Հայաստան միջոցառում անելու եւ մեզ հետ համագործակցում են։ Եվ ստացվել է այդպես, որ մեկը մյուսի միջոցով նույնիսկ դեպք ունենք, որ մեր մի զույգի շնորհիվ արդեն 10 զույգ մեզ հետ կապվել է եւ մենք իրականացրել ենք իրենց միջոցառումը։ Շատ լավ, բացի հարսանյաց արարողություններից, բնականաբար մնացած բոլոր արարողությունները, կորպորատիվներ, փակ, նաև բանկետներ կազմակերպում եք։ Այո, ինչ մասնագետի կարիք որ լինի, կարելի ասել, այդպես է ստացվել, որ Սելամն ունի, Սելան Բայայդան ունի իր ներսում, այո։ Իսկապես հյուրերին դիմավորելուց, օդանավակայանում հյուրերին դիմավորելուց, մինչև, այո, հյուրանոցների հետ ենք համագործակցում։ Նույնիսկ երբ միջոցառումը ավարտվում է եւ մենք հյուրերին արդեն ճանապարհում ենք,
կարելի է ասել մոտ 1 ամիս էլ դեռ կապի մեջ ենք լինում մեր պատվիրատուների հետ, պատվիրատուի հետ, որովհետև դե շատ դեպքերում ինչ որ առարկա, ինչ որ իրեն մոռացած լինում, հա, հյուրանոցում, ռեստորանում, ու բնականաբար բարեկամանում ենք այդ ընթացքում։ Արդեն բարեկամանում եք, այո։ Շատ լավ, միջոցառում ասվածի փիլիսոփայությունը կարծես մի քիչ փոխվում է հիմա վերջին շրջանում, այդ ստանդարտ բաներից դուրս են գալիս։ Կարելի է ասել, որ մարդիկ յուրաքանչյուրն ուզում է, որ իրականում իր եզակիությունը, իրենց առիթի կարևորությունն ընդգծվի։ Այդքան գաղափար եւ բովանդակային այսքան հետաքրքիր մոտեցումներ, որտեղից եք գտնում այդ։ Իրականում երբեմն ես ինքս էլ եմ զարմանում, թե ոնց է առաջանում, հա, եթե անհատին կամ զույգին տեսնելուց անմիջապես հենց այդ պահից ես արդեն պատկերացնում եմ, որ ուղղությամբ պիտի գնանք եւ սա իրոք թույլ տվեք կրկնվել ու ասել, սա իսկապես Աստծուց տրված պարգև է։ Կարելի է ասել, որ յուրաքանչյուրը կարծես այսպես ներկայացման բեմադրության նման մի բան լինի եւ ավելի բնականի մոտ պիտի լինի ամեն ինչ։ Շատ ոչ թե ավելի մոտ բնականին, այլ բնական պիտի լինի։ Իմ համար սա, ինչպես արդեն ասեցի, շատ կարևոր է, որ ինչ որ անում եք, լինի բնական։ Երբեմն ես դեպք է եղել, որ ինքս հրաժարվել եմ զույգից, հենց զուտ դրա պատճառով, որ հասկացել եմ ամեն ինչ շատ արհեստական, կեղծ ճանապարհով ենք գնում, ինձ անհամապատասխան, հա, որովհետև այս ինչ որ ես անում եմ, սա սիրուց դրդված, հա, այդ հաճույքից ելնելով եմ անում։ Պարտավորված չեմ, ոչ ոք ինձ չի ստիպում այս ամեն ինչը անել, ինչով ես հիմա զբաղվում եմ։ Դրա համար ինչու ավելնորդ լարվել։ Լարվել, այո։ Դուք երկու հրաշք աղջիկների մայր եք, մեծը փաստորեն արդեն երկրորդ կուրսում է, ապագա ճարտարապետ է, այսինքն ինչ որ առումով գեղեցիկ է զգացողությունը, ինչ որ բան պատկերացնել, տեսնել, հետո նաև կառուցել, կարելի ասել, որ ձեր ուղղությամբ է։ Այո, գիտեք, մեծամտություն չհնչի, բայց մեր տանը ամեն ինչ կարծես թե գեղեցիկ է ստացվում, ամենափոքր, ամենաթեթև գործողությունը անելիս գեղեցիկ է ստացվում։ Նույնիսկ սուրճը մենք գեղեցիկ ենք խմում։ Բայց շատ հետաքրքիր բան ասացիք, որպես այդպես ստացվում է, այսինքն դուք չեք սիրում արհեստական ինչ որ կանոններ եւ այլն, բայց կարողանում եք ամեն ինչի մեջ այն ինչ իմ որտեղ որ ես տեսնում եմ արհեստական բան, իմ համար դա արդեն գեղեցիկ չի։ Չգիտեմ, նույնիսկ հարաբերությունների մեջ, հա, մարդ հարաբերության մեջ, մարդ Աստված, եթե կա կեղծ, արդեն տհաճ է։ Այո։ Ցանկալի չէ։ Իսկ փոքր աղջիկը փաստորեն 11-րդ դասարանում է դեռ։ Այս ուղղությամբ թե դեռ չի մտածել։ Դեռ չի կողմնորոշվել, բայց որ կա իր ներսում էլ դա ընդգծված է։ Կնոջ մոտ միշտ ինչ որ ժամանակ առաջանում է, չէ, այդ որ ուզում է աշխարհից կտրվի, գնա տուն կամ տանից դուրս գա եւ միայն իր գործով զբաղվի։ Ինչպես եք հաղթահարում սա ձեր այս պոզիտիվ լինելու հետ զուգահեռ։ Դե միշտ չի որ հեշտ է։ Այո, բայց փորձում եմ դա չազդի ոչ ընտանիքի տրամադրության վրա, ոչ այն մարդկանց ում հետ, հա, իրականացնում եմ, հա, իրանց պրոյեկտը դժվար է իրականում, շատ դժվար է, բայց քանի որ նորից ասեմ դա քո ներսում է, դու եթե անգամ հոգնած էլ քնես, առավոտյան արթնանում ես արդեն նոր էներգիայով, նոր գաղափարներով։ Ամենադժվար ժամանակ է ըստ էության սկսել, հա, COVID-ի եւ այդ տպավորությունը, որ այդ ժամանակ նոր մի գաղափար ունենալը իսկապես բարդ էր։ Հա, այդ շրջանը կարելի ասել օգտագործել եմ ավելի շատ սովորելու, վերցնելու, հա, տարբեր on-line ուսուցումներ ստանալու, ինչը իսկապես մեծ արդյունք տալիս է։ Հիմա էլ իրականում սովորում եմ, ինձ թվում է միշտ պետք է սովորել։ Այստեղ անընդհատ նոր ինչ-որ բան կա, այդ ես ուզում եմ օգտվել առիթից, որ դուք այստեղ եք, որովհետև ընդհանրապես պետք է edge-ը նայել, սիրելի հետևորդներ, որպեսզի պատկերացնեք, որ իրականում այստեղ լրիվ ուրիշ մտածողություն է։ Գիտեք, հիմա շատ են ու շատ գեղեցիկ իրականում եւ ձևավորումները եւ միջոցառումների կազմակերպումը, բայց միշտ կարևոր է եւ երբ դու ուղակի էջը նայում ես ու քեզ ինչ որ բան գրավում է, դու հասկանում ես, որ այս
այստեղ անհատական է, մոտեցումը անհատականությունն ընդգծող է։ Ես ուզում եմ հիմա նաև համացանցը հնարավորությունը տալիս է ամեն ինչ տեսնելու, որն է ավելի տրենդային, ինչն է ավելի շատ, որ նկատում եք հարսանյաց մեջ, հիմա մեզ մոտ ավելի շատ է տարածվում։ Կարելի է ասել ծաղկային ձևավորում ուղիղ կապված է նորաձևության հետ։ Հա, հագուստի նորաձևության մասին է խոսքը, հա, ուղիղ կապված է, բայց իրականում եթե ուզում ես ստեղծել կենթանի, հա, համապատասխան զույգին պատվիրատուին համապատասխան մի բան, պիտի տրենդին չնայես, այլ նայես ով է առջևդ, այո, եւ ինչ պահանջներ ունի։ Ամեն նոր բան փորձում ենք մենք ինքներս էլ ունենալ, համագործակցում ենք, համագործակցության մեջ սահմանափակումներ ընդհանրապես չունենք։ Կլինեն դա Երևանի ճանաչված խմբեր, հա, երաժշտական խմբեր, երգիչներ, երգչուհիներ, թե ինչ որ նոր ստեղծված երաժշտական, հա, մոտեցում, բենդերը, չէ՞, այո, ամեն ինչ օգտագործում ենք ու հաճելի է իրականում աշխատել այդ բազմազանության մեջ, տարբերության մեջ։ Ես իրականում այնքան եմ իմ ամբողջ էությամբ մտնում այդ թեմայի մեջ, հա, հիմա տեսեք այս պահի դրությամբ բավականին շատ է, արդեն ցուցակը բավականին մեծ է այս տարվա հարսանիքների, բայց ամեն մեկի հետ առանձին ամբողջությամբ ներդրվում եմ ու օրինակ մի երգիչ եմ գտել, որ բնակվում է Ռուսաստանում, իհարկե հայ է, բայց բնակվում է Ռուսաստանում, շատ շուտով ես վստահ եմ, որ ինքը ավելի մեծ ճանաչում կունենա, քանի որ իմ պատվիրատուները Պետերբուրգից պիտի գան ու բոլոր հյուրերը Պետերբուրգից են, հայ գրեթե չկա իրենց մեջ, 1-2 հոգի են, բայց էլի դրսում են ապրում։ Հիմա ես օրինակ գիտեմ, որ այս տղան, այս երաժիշտ երգիչ տղան շատ համապատասխան է իրենց ու ես իմ ամբողջ էությամբ այնքան եմ տարվում այդ երաժիշտով երգչով, որ գիտեմ իր ամենացածր նոտան եւ ամենաբարձր նոտան։ Ստացվում է այնպես, եթե հանկարծ պատվիրատուն մեկ ուրիշ բան է առաջարկում, որ ես վստահ եմ դա իրեն չի ասում, ստրես եմ ապրում։ Իհարկե 1-2 անգամ զգուշացնելուց հետո միանշանակ արդեն մի կողմ եմ քաշվում, թողնելով իրականացնելով այն ինչ իրենք են ցանկանում, բայց միևնույն է վերջում իրենք համաձայնվում են իցել։ Նաև այդ ձեր երբ նշում են միջոցառումների ժամանակ, երբ այսպես հեռվում հետևում կանգնած, բայց միշտ են մարտը վարող գեներալի նման, այդպես ձեզ համեմատում են։ Հա, իրականում ես չեմ սիրում առաջի պլանում լինեմ եւ որքան հնարավոր է հետնամասում եմ, բեմի հետնամասում եմ եւ երբեմն այնպես է ստացվում, որ չեն հասկանում այստեղ ով էր կազմակերպիչ։ Ահա, բնականաբար այս պատասխանատվությունը նաեւ ինչքան էլ սիրեք հոգնեցնում է, ինչպես է այդ էներգիան ստանում, լիցքավորվում։ Նշեցիք, որ առավոտյան արթնանում եմ, արդեն նույն սիրով եմ անում, բայց ամեն դեպքում հանգստի ձեր լիցքավորվելու տարբերակը։ Շատ ընկերներ ունեմ։ Իրարից տարբեր, բայց մի մեծ բանակ ունեմ ընկերների։ Իրենց հետ եմ ժամանակ անցկացնում, բայց միևնույն ժամանակ լինում են դեպքեր, որ ուզում եմ լրիվ մենակ մնամ։ Ահա։ Հա, ինքս ինձ հետ մենակ մնամ ու դա ինձ լիցքավորում է։ Կարող է ամենածանր միջոցառման ավարտին ես իմ ընկերներից մի քանիսին զանգարեմ ու ասեմ եկեք գնանք ինչ որտեղ օրինակ ջազ լսելու։ Ու անում ենք այդպես իմ ամուսնու հետ։ Ես ամուսինս մեր ընկերները կարող է այտենց անհասկանալի է, չէ՞, այդքան գերօգնած վիճակում է։ Ու մենք ուղղակի գնանք գիշերով ջազ լսելու։ Այո։ Սա ինձ լրիվ, այսինքն մի վայրից բոլորովին ուրիշ տեղ հայտնվելը, սա արդեն ինձ համար նոր էներգիա ստանալու տարբերակ։ Այո, հետաքրքիր է, հա, այդ հոգեբանական, այսինքն այդ փոփոխությունը, որ ասում են, սա ճիշտ է։ Իսկ ինչ վերաբերում է ժամանակի պլանավորմանը, բնականաբար շատ խիստ պլանավորած ժամանակը ձեր, առհասարակ ինչպես եք դրան վերաբերում, ճիշտ գրանցել եւ զուտ առօրյա կանացի հոգսերին երբեք ժամանակ գտնում։
Չէ, գտնում եմ, հաստատ գտնում։ Կինը որ ուզի ամեն ինչ էլ հասցնում է։ Պաստորեն գալիս է անհնարին ոչինչ չկա։ Չկա, ես նույնիսկ հասցնում եմ իմ աղջիկների հետ շոփինգ անել։ Այո, դա բուսայել է հասցնում։ Սուրճ խմել, ուր ուզենք, ինչ ուզենք, ամեն ինչ իմ աղջիկների հետ, այո։ Ամեն ինչ կարող է հասցնել։ Մեկ բառով այդան ամեն ինչ ասած, եթե կինը ուզի, ամեն ինչ կարող է հասցնել։ Այդա, եթե վերադառնանք, հա միջոցառումներին բնականաբար հասկանում եմ, որ նաև պրոֆիլից, հա, չափերից, ինչ միջոցառում սրանից է կախված, բայց ինչքան շուտ, օրինակ հարսանյաց հանդեսների եւ մյուս կորպորատիվներ եւ այլն, ինչքան ժամանակ է պետք, որպեսզի ամեն ինչ պատշաճ կազմակերպվի, ինչքան շուտ պետք է ձեզ դիմեն։ Գոնե ցանկալի է 6 ամիս շուտ, հա, բայց մենք ժամանակից իրական չենք վախենում։ Եղել են դեպքեր, որ 1 ամսվա հատվածում ենք հասցրել պատրաստվել բավականին մեծ մասշտաբի միջոցառմանը, բայց մեր հաճախորդները, տեսեք, այնպես է ստացվում, որ 1 տարի շուտ գալիս են Հայաստան, ծանոթանում են կոնկրետ ինձ հետ եւ վերադառնում են։ Եվ ստացվում է այնպես, որ 1 տարի մենք կոնկրետ պատրաստվում ենք այդ միջոցառման իրականացման համար։ Շատ շնորհակալ եմ Այդա, շատ հաճելի էր ինձ այս լավատեսությունը եւ այսպես ամեն ինչ, ինչպես ասում են, ամեն ինչին հանդարտ նայելը, սա բնավորության մարդկային կնոջ համար իսկապես անգնահատելի մի բան է, որը նույնիսկ եթե դուք այդ մասին չեք խոսում, այսպես ձեզնից ուղակի ճառագում է։ Շատ հաճելի էր ինձ, ես ուզում եմ, որպեսզի Սելամբայ Այդա այս ընկերությունը շատ առիթներ ունենա իրականում տոներ կազմակերպելու, որովհետեւ դուք կարողանում եք տոնի մեջ ամենակարևորի վրա շեշտը դնել ու այնպես անել, որ մարդիկ այդ տոնը իրենց հետ տանեն, ինչպես ասում են։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Ես եմ շնորհակալ, նմանապես հաճելի էր։ Սիրելի հետևորդներ, գիտեք, իրականում մենք անընդհատ առիթ ունենում ենք խոսելու, շատ կարևոր է եւ ինձ համար միշտ ուրախալի է, որ իրականում մենք ունենանք առիթներ նշելու, ինչ որ բան տոնելու, ինչ որ մի բան կազմակերպելու, որովհետեւ ի վերջո կյանքում դրական պահերը ինչքան շատ են, երջանկության այդ փոքր հատիկներն ինչքան շատ են, այդքան ավելի բարությունն ու ուրախությունն է ավելանում այս մոլորակում։ Մյուս կողմից գիտեք, պատասխանատու օրեր կան, որոնք կյանքում շատ չեն լինում։ Ու շատ կարևոր է, երբ այս օրերը դու վստահես պրոֆեսիոնալ մարդու, ով իր տեսակով է նաև մոտիվացնող, դրական ու կարողանում է իրականում քո տոնը դարձնել ինչ որ պահ իրենը, կազմակերպել այնպես, ինչպես իր համար կկազմակերպեր եւ հետո տալ քեզ, որովհետեւ սա դառնալու է տոն, որը քեզ հետ պիտի մնա միշտ։ Դուք հեռախոսահամարը տեսնում եք բարբերաբար նաև այս պահին։ Մենք այստեղ Elroom-ում զրուցում էինք Սելամբայ Այդա ընկերության հիմնադիր տնօրեն Այդա Թումանյանի հետ։ Միշտ մենք գալիս ենք նույն կետին։ Այդան շատ հետաքրքիր է, այսպես անկեղծ նշեց, որ եթե կանայք ուզենան իրականում անհնարին ոչինչ չկա, գալիս ենք մենք մի կետին, ինչքան էլ ուղղությունները շատ լինեն, ինչքան էլ պրոֆեսիոնալ ու մասնագիտական իսկապես դրանց վրա մեծ ուշադրություն դարձվի, ամեն ինչ այս աշխարհում գալիս է մարդուց։ Տեխնոլոգիական ու բոլոր այս ժամանակներում ամենակարևորը դարձյալ մարդն է իր էներգիայով, որովհետև այս էներգիան է, որ աշխարհի բոլոր մարդկանց միջև կարողանում է ստեղծել մի միջավայր, որտեղ հասկանում ես, որ դու երջանիկ ես։ Ի վերջո, ինչքան էլ մեծ կամ փոքր լինեն նախապատրաստական աշխատանքները, դրանք բոլորը մի կետի համար են, որպեսզի մարդուն պարգևեն երջանկություն։ Այս հասցեն շատ հետաքրքիր, շատ տարբերվող ու հետաքրքիր տոն կպարգևի ձեզ։ Տոն, որը ձեզ հետ կլինի միշտ, տոն, որը կհիշեցնի, որ դուք երջանիկ եք ու այդ երջանկությունը գնահատել է պետք։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։